Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Գալանյուս հավելվածն է, իսկ տաղավարում այսօր հյուրընկալել ենք ֆրանսահայ ազատամարտիկ, իհարկե նախկին քաղբանտարկյալ Սարգիս Հասպանյանին։ Բարև ձեզ, պարոն Հասպանյան։ Բարև ձեզ։ Մեր զրույցը երևի կառուցենք երկու մասով եւ առաջին մասում ես կուզենայի անդրադառնալ այն խնդրին, որը մամուլում բազմաթիվ անգամներ քննարկվել է, խոսքը վերաբերում է ձեզ քաղաքացիություն չտրամադրելու հանգամանքին։ Իշխանությունների կողմից նշում են, որ ձեզ քաղաքացիություն չտրամադրելը դա հիմնավորված է օրենքով եւ ամեն ինչ համապատասխանում է օրենքի սահմաններին։ Դուք ձեր հերթին նշում եք, որ այստեղ խնդիրը քաղաքականացված է եւ դա առանձնահատուկ վերաբերմունք է ձեր անձի նկատմամբ եւ իշխանությունները այդ որոշումով չտրամադրելով քաղաքացիություն կամ կարգավիճակ խախտում են թե Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, թե մարդու հիմնարար իրավունքները։ Պարոն Հասպանյան, ձեզ վերջի անգամ երբ է մերժել քաղաքացիություն ստանալ։ Ուրեմն 19 հուլիս 7-րդ ամիս, 2011 թիվ, այսինքն իմ փանդից դուրս գալուց ուղիղ մի ամիս, մեկ շաբաթ հետո։ Երբ որ ես փանդում էի գտնվում, իրենք ուզեցին ինձ փանդից դուրս գալու օրը արդակսել բռնի ուժով Հայաստանի Հանրապետությունից, քանի որ Ռոբերտ Քոչարյանը մարտի 1-ից հետո իմ հասցեին առանցին անհատական հրաման էր տվել, որ Հասպանյան Սարգիսը պետք է 5 օրյա ժամկետում լքի Հայաստանի Հանրապետության վարչական սահմանները ընդմիշտ, արդակսման ենթարկվելով, քանի որ ես իբր թե ըստ Քոչարյան Ռոբերտի Հայաստանի pedagogan անվտանգությանը սպառնացող դառ եմ։ Ուրեմն ինձ բռնի ուժով չկարողացան Հայաստանից արդակսել, քանի որ ըստ միջազգային օրենքների երկու անչափահաս երեխաներ ունեցող անձին չեն կարող իր բնակավայրից արդակսել։ Ուստի ես այժմ Հայաստանում ապրում եմ առանց կարգավիճակ ունենալու հանգամանքի եւ Հայաստանի Հանրապետության այժմ արդակսման ենթակա միակ անձնավորությունն եմ ըստ նախագահական հրամանի։ Ես ամբողջի միակ պատճառը բնականաբար քաղաքական է, որովհետեւ եթե քաղաքական չլիներ, ես Քոչարյանին եւ Սարգսյան Սերժին ճանաչում եմ 91 թվականից, Արցախից, որտեղ եղել եմ ինքս ազատամարտիկ եւ զինվոր նաեւ բանակում սպա, ուստի այդ ժամանակ քաղաքական հանգամանքները բերում էր դրան, որ իրենք Ֆրանսայի քաղաքացիացած մարդուն իր հայրենիքի սահմանների պաշտպանության համար խրամատ հասնելը, այսպես ասած, հանդուրժում էին, չէին ասում այստեղ ինչ գործ ունես, բայց եւ որ քաղաքական ինտիմատիր հագարակ ճամբարում ես հայտնվում իրենց եւ ասում ես այդ ինչ ճշմարտություն է, որ ամբողջ հայ ժողովուրդը գիտի, այդ ժամանակ ասում, ահա, դու ինձ ծերնդու ես, դու ինձ պետք ես։ Այսքան բան, քաղաքական հաշվարտար լինելը իմ հանդեպ եղած ամբողջ գործողությունների երևի հայ ազգը, ոչ թե միայն Հայաստանում ապրող բնակչությունը, ամբողջ հայ ազգը գիտի։ Պարոն Հասպանյան, այդ ձեր արտաքսման մասին որոշումը ստորագրել է Ռոբերտ Քոչարյանը։ Սերժ Սարգսյանը որևէ փոփոխություն չի կատարել այդ որոշման մեջ։ Ոչ։ Նշում եմ, որ ինչ եմ հարցը տալիս, որ որոշակի իրավիճակ է փոխվել, ազատությունների տեսակետից ինչ որ փոփոխություններ են եղել։ Նշում եմ մարդիկ, ովքեր շատ կորտ են պայքարել իշխանությունների դեմ, սակայն այսօր նշում եմ, որ որոշակի իրավիճակ փոխվել է։ Դուք ձեր վրա չեք զգացել այդ փոփոխությունը։ Ես հենց այդ է որ ասեմ, նայեք, ես երևի թե այս քաղաքական փանդարգյալների մեջ գտնված միակ անձնավորություն եմ, ում հանդեպ քրեակատարական հիմնարկից այդ զնդաններից դուրս թողնման օրվանից հետոյալ քաղաքական հաշվեհարդարը վրեժխնդրությունը շարունակվում է։ Ես այլ նման կարգավիճակում հայտնված այլ փախտագից չունեմ, նույն այդ քաղաքական դաշտում, ինտիմատիր դաշտում իրար հետ միասին բայկարողների շարքը ես նկատի ունեմ։ Ես Վարդաշենից դուրս գալու օրը փանդից լրագրողներին այդ հարցին արդեն հիմա ուզում եմ անդրադառնալ, արդեն պատասխանել եմ, ասեցի այսօր ոչ միայն ես եմ փանդից դուրս գալիս, այլ նաև ազատում է Սերժ Ազատի Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի ցերկից, որ այլևս բարդավոր չի Ռոբերտ Քոչարյանի հրահանգը շարունակել ինքը, հա։ Եթե Ռոբերտ Քոչարյանը Հասպանյան Սարգսյանի դեպ քաղաքական վրեժխնդրություն էր անում, ապա դա բոլորովին Սերժ Սարգսյանը բարդավոր չի անելու։ Ուստի այսօր ցերկերը ազատվեց նաև Սերժին։ Ես դա եմ արել, միակ հայտարարությունը որ եղել է, որը ծեր հարցի պատասխանն էլ այսօր։ Ու ես կարծեցի, որ Սերժ Սարգսյանը իրոք կհասկանա, որ այդ ինչ որ լինում էր, հա, անհետեթություն է, որովհետև ինքը ինձ ռազմական դաշտից է ճանաչում, հա, Արցախից լավ գիտի, շատ մոդիկ հարաբերությունների մեջ գտնված անձնավորություն է,
ես ամբողջ ընտանիքին գիտեմ, եղբայրներուն եւ այլն, ու շշմած եմ միայն իր քաղաքական հագարագործը լինելու հանգամանքով իր ամբողջ կյանքի 21 տարին հայրենիքին նվիրած անձնավորության սպիրկայ, հա, նման ուրեմն իրավիճակում անելը երևի չի գալվում էլի ոչ մեկի ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ։ Ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ, այլ իրենք Հայաստանի իշխանությունները Ֆրանսիայի տեսփանության բարոն Տեսպանին հավաստիացրել էին, որ Սարգիս Հացպանյանը փանդից դուրս գալուց հետո չի ունենա ղարքավիճակի խնդիր, կգարկավորվի ամեն ինչ եւ իր ընտանիքը գինը երեխաներով կշարունակի ապրել իր հայրենիքում։ Այսպես էին հավաստիացրել եւ Ֆրանսիայի տեսփանը եւս Հայաստանում, հա, զարմացած է դեղի ունեցածից, ասում ես չեմ հասկանում ինչպիսի փոփոխություն, ասում է, ինձ ամենաբարձր իշխանությունները հավաստիացրել են, որ ծեր հետ կապված այլևս չի գա այդ խնդիրը, բայց երևի առ այսօր Սերժ Սարգսյանը շարունակում է Ռոբերտ Քոչարյանի բադանտը մնալ։ Ես այդպես եմ քննադում, այլցև իրավիճակը բացատրել բոլորովին բան չի, որովհետև այդ ինչու համար ես պիտի ունենայի Հայաստանի Հանրապետության անձնակիր, չէ, մինչև 2016 թվականը, կացության ղարքավիճակի մասին է խոսքը, սա ուրեմն յուրաքանչյուր սպիրկայի ձակումով հայ գնում է, վճարում է եւ առնում է, հա։ Ես երկու անգամ էսի գնել եմ Հայաստանի Հանրապետությունից, հա։ Ուստի մինչև 2016 թվականը ունեցածս ՀՀ անձնակիրը անվավեր է ճանաչում միմիայն Մարտի 1-ից հետո, բա մինչև Մարտի 1-ը թող անվավեր ճանաչվեր։ Եթե ես սպառնալիք է ես Բեդության համար, ինչ Մարտի 1-ից հետո դարձա սպառնալիք, եթե քաղաքական չէ, ինչի համար է։ Ինչ հիմնավորումով են ձեզ զրկել կայության իրավունքից։ Հենց այդ է որ իրենք որ չեն կարողանում հիմնավորել դա, հա, իրենք չեն կարողանում։ Մի հատ հոդված կա նշում է, որ այդտեղ շատ հստակ նշում է Սարգիս Հացպանյանը, հա, Ռոբերտ Քոչարյանի հրամանի մեջ կա։ Հայաստանի pedagogan անվտանգությանը սպառնացող դառ է։ Ես զարմացած եմ, շշմած եմ։ Եթե ես իրոք սպառնացող դառ եմ, ապա ես կարող եմ հասարակության համար վնասակար ինչ-որ գործողություն կարող եմ կատարել, չէ՞։ Ես չեմ հասկանում, ինչպես բայզենց ինձ թողել են ազատ ինքս ինձ համար, չէ՞։ Ապրում եմ, սա անհետեթություն է։ Չի կարող այսպիսի իրավիճակ լինի։ Եթե սպառնացող ես, որի համար գա համապատասխան քայլեր։ Եթե չես, ապա չես։ Դե բանտարկեցին, հետո արտաքսման որոշում եղավ։ Ուրեմն նայեք, դերենիկ ես նախագահական ընտրություններն 2008 թվականի, հա, կայացման օրը, այսինքն 19-ից ուղիղ 1 օր հետո դունից դուրս եմ եկել, հա, ամսու 20-ին ժամը 3-ն էր, շատ լավ հիշում եմ, Ազատության հրապարակ եմ գնացել եւ երևի Վարդաշենից մինչև դուրս եկած օրը դուն չեմ վերադարձել, այդ կարգավիճակում եմ եղել, հա։ Իսկ ամբողջ այդ Ազատության հրապարակում հավաքված այդ համաժողովրդական շարժման մասնակիցների թվում միակն եմ եղել, միակը, որ 23 փետրվարին թեր 2008 թվականի մասին, այսինքն ընտրություններից 3 օր անցել, ՀՀ ոստիկանությունը ինձ ցերպակալման սանկցիա դվել Հայկ Հարությունյանը, որ ես պետք է ցերպակալվեի։ Ես ամբիոնից խոսում եմ ժողովրդին եւ ոստիկանները եկել են ինձ ցերպակալելու։ Եվ քանի որ իրենց արածը աբորինի էր, որին ես չընթարգվեցի, եւ ամբողջ ժողովուրդը դա գիտի, 100,000-ներով ժողովրդի ներկայությամբ եղել, ես իմ պատմածս, հա։ Ուրեմն մինչև մարտի 1-ի առավոտը այդտեղ եմ մնացել։ Ուրեմն 23 փետրվարի ցերպակալման սանկցիա, բացի ինձանից, ոչ մի, ասենք, ինտիմատիվ համագարկում կորձող քաղաքական կորձիչի, ներկայացուցիչի առաջնորդական դեպք չի եղել։ Շատ դառնակ է։ Ինձ համար զարմանալի է, պարոն Հացպանյան, որովհետև այնտեղ կային բազմաթիվ ակտիվ քաղաքական գործիչներ, դուք ակտիվ քաղաքացի եք, ոչ թե քաղաքական գործիչ։ Այո, ես քաղաքական գործիչ չեմ։ Այդ դեպքում ձեր նկատմամբ առանձնահատուկ նման վերաբերմունքը ինձ համար գոնե անհասկանալի է։ Դուք ինչ եք կարծում, ինչով է դա պայմանավորված։ Ինչ եմ ենթադրում, Ենթադրում։ Հա։ Ուրեմն ամբողջ այս փանդային տարիները, որ անցկացրել եմ, որից 1 տարին ես մենախցում եմ եղել, ուղիղ 1 տարի, մենախցում, միայն մենակ, մեկ խցի մեջ, հա, եւ օրը միայն 1 անգամ սպոսավայր ինձ թողել են, դա ավտոմատավարներու հսկողության տակ, այսինքն ղարքավիճակով դարբերվել եմ նաեւ մնացած քաղաքական փանդարգյալներից։ Իմանտեպ իրոք 5 փանդի բեդ եմ ես տեսել KGB-ի բադվալից սկսած Վարդաշեն եւ քրեագադարողական հիմնարկի Հիվանդանոց կոչվող դատաբարդյանների Հիվանդանոց իմանտեպ իրենց ունեցած վերապերմունքը, այսպես, հա, շատ յուրահատուկ է եղել եւ շատ վրեժ խնդիր, այն աստիճանի, որ այդ քրեական նույնիսկ այդ հանցանքով թադված մարդիկ, հա,
ամոթից թրթված, հա, փորձել եմ պաշտպանել ինձ, որ ասեմ, ինչ է ուզում ես տղայից այ մարդ, հասկացա՞ր, ինչն է ձեր դարդուցավը։ Այդ վրեժխնդրությունը միշտ բացադրվել է Փանդի Բեդերի մագարտակով եւ երկու ուրեմն արդարադատության նախարարի մագարտակով, որ իբր թե գալիս է Ռոբերտ Քոչարյանը։ Բայց Քոչարյանը ժամանակ չկա։ Հենց այդ է։ Տարօրինակ է, որ Ռոբերտ Քոչարյանը չի գար, ասում է ինքը անունը գա ամանում չի գա գարկավիճակում, ժողովրդական խոսքով ասած, բայց երևի թե Սերժ Սարգսյանի իբրև թե այժմ իշխանության օրոք ինքը կարողանում է շարունակել այդ իր նենք վերապերմունքը, էլի ոչ հայկական վերապերմունքը։ Ես ցույց ասեմ ավելին, մարտի 1-ից հետո, հա, ՀՀ ոստիկանությունը ուրեմն Ազատության հրապարակում այդ ամբողջ ելույթ ունեցողներից, հա, այդ 9 օր շարունակ, էլի 24 ժամ, հա, Լևոն Տեր-Պետրոսյան, ուրեմն Ստեփան Նեմիրջյան, Արամ Սարգսյան, Պետրոս Մագեյան, հա, Միքայել Այրաբեդյան, Նիկոլ Փաշինյան, Սարգիս Հացպանյան եւ այլն 19 մարդու թեմ ուրեմն վարչական դատարան հայց է ներկայացնում իշխանությունների թեմ գոչեր անելու, ժողովրդին հրահրելու եւ այլն։ Եվ նրանցից միայն մեկ հոգի դադարդված է, սա պատմություն է, հա, առայսօր ես, հա, ուրեմն ծեր Խոնար Զարան, Հացպանյան Սարգիսը ամսու 6-ին, մարտի 6-ին, հա, դադարդված է վարչական դատարանի կողմից 19 հայցերից 18-ը ել է վերցվել ոստիկանության կողմից եւ ես այդ իբր այդ ցույցերի գազագերբիչ, հա, իշխանությունների թեմ հրահրող միակ անձնավորությունն եմ, որ Հայաստան Հանրապետության դատարանների կողմից դատական վճռով դադարդվել եմ։ Դեռ 6 մարտ 2008 թվական, հա, դրան հաջորդում է անմիջապես արտաքսման հրամանը, հա, 2 օր հետո։ ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ներկայացնում է ինձ իբրև Հայաստանի Պետական Անվտանգության սպառնացող դար եւ 5 ժամ հետո Քոչարյանը անհատական հրաման է ստորագրում արտաքսել Հացպանյան Սարգիսից։ Այսինքն ընդամենը, հա, որ ասում եմ ես, այդ 10-12 օրվա մեջ իմ դուն դուրս գալուց, հա, մինչև այս արտաքսման հրամանը ես արդեն 5 անգամ դուժել եմ։ Միայն իմ քաղաքացիական գեցվածքս դրսևորելու համար։ Ինձ թվում է իմ հանդեպ դեղի ունեցող վրեժխնդրության հիմնական պատճառը նա է, որ ես չլինելով ՀՀ քաղաքացի, իրոք, հա, այսինքն լինելով Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, ցույց եմ տվել ամբողջ Հայաստանի Հանրապետության հասկապնակցության ինչպես պետք է լինել քաղաքացի։ Եվ ես գտնում եմ, որ եթե հա ընդօրինակվի Հացպանյան Սարգիսի սկզբունքայնությունը, համառությունը, իր քաղաքապարներին անտեպ ունեցած իսկական հավատքը, հա, այսպես ուղնուձուձով էլի, հա, եւ հետեւողականությունը, ուստի Հայաստանում մինչև այս իշխանությունները երևի 2008 թվականի մարտի 2-ին 3-ին փոխված կլինեին։ Ես այդպես եմ կարծում։ Պարոն Ասպանյան, հիմա կարծես իրավիճակ է փոխվել եւ շատ դեպքերում նմանեցնում են 2008 թվականի փետրվարյան իրադարձությունների հետ, խոսքը շուրջօրյա հանրահավաքներն են Ազատության հրապարակում, որտեղ ակտիվ կերպով դուք չեք երևում համենայն դեպս հարթակում, ելույթների մակարդակով, սա ինչով է պայմանավորված, սա ձեր քաղաքացիական կեսվածքն է նման վերաբերմունք ցուցաբերել այս ակցիային արդեն։ Ուրեմն նայեք, այդ հարցը ես տվել եմ հենց հարթակում գտնվողներին, էլի, հա, ինքս։ Ասեցի, որովհետև Փանդից դուրս գալուց հետո, հա, իրավիճակի փոփոխությունը, որ ես տեսա աչքովս երկխոսության հետ կապված, էլի, որ երկխոսությունը սկսել, իրավիճակ պետք չէ սրվի, այլ նստում ենք սեղանի շուրջ, քաղաքագիրտ, ես ողջունեցի։ Ես քաղաքագիրտ երկրի քաղաքացի եմ, Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, դաստիարակվել եմ մի երկրում, որտեղ քաղաքացիական հասարակություն արդեն քանի 100 տարի է գոյություն ունի, հա։ Ուստի ես հոմո սովետիկուս չեմ այդ առումով եւ ինձ համար խորթ է յուրաքանչյուր հոմո սովետիկուս, դա լինի իշխանության ներկայացուցիչ թե ընդդիմադիր։ Իմ համար անհասկանալի է մարդկանց ընդհանրապես կեցվածքը։ Հա, ես ինչ որ էի սրանից 40 տարի առաջ, եմ այսօր, լինելու եմ 40 տարի հետո, հանգամանքները Հացպանյան Սարգսին կամ իմ գրած գաղափարները փոխել չի կարող։ Ես տեսնում եմ Հայաստանում գոյություն ունեցող բոլոր խնդիրները եւ արտահայտում եմ իմ կարծիքը։ Դա շատ բնական է։ Ես այս երկրի համար իմ արյունը եւ քրդին կտապած սպիրկայերից մեկն եմ։ Հա, եւ գտնում եմ, որ ես վաստակել եմ այդ իրավունքը։ Հա։ Ուստի դրա համար է իմ քաղաքացիական գեցվածքը։ Այս անձնագիրը չէ, որ ինձ պիտի սարքի ինչ որ բան։ Ես հայ եմ ուղնուձուձով, Ֆրանսան ալ գիտի, որ ես հայ եմ, Հայաստանն ալ գիտի, որ ես հայ եմ, Արցախն ալ գիտի։ Ուստի իմ համար իմ գրած այս փաստաթուղթը որևէ արժեք չունի, հա։ Իմ սիրտը եւ քաղաքապարներն են ինձ մարդ սարքում։ Ես փանական էակ եմ եւ որևէ փանական էակ
բնականաբար մարդը մարդու հետ խոսում է մարդավարի։ Ուրեմն սեղանի շուրջ նստելը շատ ավելի բնական ընթացք է եւ ցանկալի, քան այժմ գոյություն ունեցող բայկարի միջոցը, բայց իրենք են որ սեղանի շուրջ չեն նստում, հա, իրենք քեզի մահակ են ցույց տալիս եւ քեզի գենթանու դեղ արած խփում են, հասկանում եք, ես զարմացած եմ, ուրեմն խոսելու իր գարձիկը արտահայտելու ընդունակություն ունեցող մարդ որ քո թեմը զինված ելնում գալիս է դու խաղաղ ցուցարար վառում է այդ ամբողջ ունեցած հարցակում է քեզ ձեցում է դու կարծում ես որ ինքը կարծում է որ դու էլ իրանման կարող ես անասնանալ հա գենթանական փնասներով շարժվել ես չեմ կարող գներեք ես այդ ասիջան ցածր մագարտակի չեմ կարող իջնել հա ես ինքս գտնում եմ որ բարձր մագարտակի եմ եւ որ փանդից ես դուրս է եկել հա նախ ուզեցի հասկանալ առաջին հարցը ինձ հետաքրքրող Ինչու այսինչանը հայ ազգային կոնգրեսի գրասենյակի ներկայացուցիչ է, այսինչանը չէ, չէ՞։ Կամ այսինչը լիազորված է խոսելու, հա, գազամագերբության անձը, այսինչ չէ։ Եվ դարօրինակ էր, երբ որ ես ուզեցի շնորհակալություն հայտնել ժողովրդին, այդ ամբողջ ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի։ Այո։ Փանդից դուրս գալուց անմիջապես հետո իմ առաջին իսկ հանրահավաքը տեղի ունեցել ամսու 30-ին հունիսի որին ես առաջին անգամ հնարավորություն ունեմ մասնակցել, այսինքն ազատության հրապարակի հետ մարտի 1-յան թեփքերից հետո էլի, առաջին առիթներ, որ ես իմ երախտագիտության խոսքն եմ ուղղել ժողովրդին, ելույթում շնորհակալությունս հայտնել եւ այլն, բայց այդքանով ինչքանով միայն բարդ կսեմ գադարել ժողովրդից հանդեպ, որ իրոք աճակցել է իմ բանում եղած ժամանակ, իմ ազատության համար բայկարել է, մենք սկանչելի որակ ունեցող ժողովուրդ ունենք եւ ես գտնում եմ, որ այս ժողովուրդը իրոք անբարդելի է Եվ եթե ինքը անի ճշգրիտ քայլեր, ճիշտ քայլեր, անպայման գահտանագի, հնարավոր չէ ժողովուրդը չհաղթանագի։ Ոստի այդ թվականից հետո, հա, ես ընդհանրապես, հա, շատ ինքս էլի զարմացած եմ, որ իմ փանդուց դուրս գալու օրը Վարդաշենից, հա, ոչ մեկը չի գաց դիմավորել, ոչ մեկը։ Հայ ազգային կոնգրեսից։ Այո, հա։ Բացառությամբ երկու հոգու։ Մեկը սկանչելի, բայձար այ ժողովրդի զավակ, ուրեմն մեծ մտավորական, իմ շատ հարգելի ուրեմն հարկարժան անձնավորություն Միքայել Հայրաբեդյան, Պահպանական կուսակցության նախագահ, երկրորդը իմ փախտագից ընկեր ում հետ KGB-ում եւ դատաբարդելների հիվանդանոցում ուրեմն իրար ենք իբրև քաղբանդարգյալ ապրել եւ դարձյալ իմ նման արցախյան ազատամարտի մասնագից, հա, այդ ամբողջը անցած սկանչելի զավակես հայազգի Սասուն Միքայելյան, հա Մնացած ոչ մի մարդ չի գար, իսկ բոլոր թերթերում այդ օրը դպված էր, որ այսօր առավոտ ժամը 10-ին Ասպանյան Սարգիսը Վարդաշենից դուրս պիտի գա։ Լինելով ամենավերջին քաղաքական փանդարգյալը դուրս եկող, հա, եւ նման բանին ես ուզեցի իրենք մեկնաբանել, մինչեւ հիմա ոչ մեկը չի կարողացել բացատրել դա։ Բացառությամբ մեկ մարդու, որ Մարտիրոս Սարյանի արձանի մոտ որ ժողովուրդը հավաքվել էր, Արամ Մանուկյանը ներողություն խնդրեց Հայ ազգային կոնգրեսի անունից, հա, բոլոր ժողովրդի առաջ նկարահանվել է այդ ամբողջը, որ նման թերացում է տեղի ունեցել եւ դա բաներ էլի ճիշտ չէր։ Այդ կեցվածքը հիմա մեկնաբանությունը ճիշտն ասած հարցը պետք է ուղղել իրենց։ Ես խնդրում եմ էլի Հայաստանի կոնգրեսի Գետրոնական գրասենյակի ներկայացուցիչ եղող որևէ մարդուն խնդրում եմ ես ձեզ, հա, հրավիրեք այստեղ, թող հարցին պատասխանի ինքը դա։ Ես չեմ կարող ուրիշի անփարոյականությունը հա ինչ որ փարոյական ցկտումներով պատասխան տալ։ Եղած անփարոյականությունը եւ ինչու իրենք ջամփան չեն կարողանում գտնել քալ Գյումրի թե մասնակցել։ Եթե հյուրընկալվեն անպայման մենք առաջարկենք։ Երկրորդը, երբ որ ես փանդից դուրս եկա, իրենք ուրեմն բանջարդիրության մեջ իբրև հավելված երկու ավելացրեցին այդ օրը որ ես նամակը ստացա որ մերժում է իմ գարկավիճակը ստանալու հարցը Հայաստանի կոնգրեսը հայտարարությամբ հանդես եկավ որ Ասպանյան Սարգիսի Հայաստանում ապրելու գարկավիճակ ունենալու հարցը եւ քաղաքացիության հարցը իբրև պայման ներդրվում երկխոսությանը, հա, այդպես։ Եվ շատ դժբախտաբար այդ երկխոսության ժամանակ իմ հարցս բացի այդ հայտարարությունից այլ քայլի չբերեց, ես այսօր չունեմ դրա պատասխանը, հարցրել եմ եւ չունեմ պատասխանը, ասին հարց եմ տվել մարդուն, ասում եմ դու ինչու հետևողականորեն, չէ, ինչպես ես եմ հետևողական եւ սկզբունքային, քո այդ սկզբունքներուն թավանալով չես գնում։ Մեր ընկերներից մեկը հիմա բանդում է գտնում Դիկրան Արաքելյան, բադանտի գարկավիճակով, ասում եմ ինչպես մեր այդ փախտագից ընկերոջը ազատության համար, որ մենք պայքարում ենք բոլորով, հա, ես ինքս շատ ակտիվ, հա, նույնը բայկարը բիդեմողվինայում Հացպայան Սարգիսի բադանտի գարկավիճակով գտնվելուց ես այժմ Հայաստանի Հանրապետության Հայ ազգային կոնգրեսի կողմից բադանտարված
երկու հոգուց մեկն է։ Մեկը Փանդուն է, Տիգրան Արաքելյան, իմ փոքր գրծերի եղբայր այսպես ասած, հա, փախտագիցս։ Երկրորդը ես եմ։ Այսինքն ես հիմա թրսում եմ, բայց իբր թե թրսում եմ, ես փանդում եմ։ Ես հիմա այս փանդի անունն է փոխվել։ Առաջ Վարդաշեն քրեակատարական հիմնարկում էի։ Հիմա Հայաստանի Հանրապետություն քրեակատարական հիմնարկում եմ։ Պարոն Ասպանյան, դուք Հայազգային կոնգրեսի ներկայացուցիչ եք հիմա։ Ուրեմն նայեք, ես Հայազգային կոնգրեսի նույնիսկ անդամ չեմ։ Ես երբևէ ինքս չեմ անդամակցել, բայց փանդում եղած ժամանակ 3 անգամ քրավոր թիմում եմ ներկայացրել, նամակ եմ գրել, ուղարկել եմ Հայազգային կոնգրեսի գետրոնական քրասենյակի ներկայացուցիչներին, ասել եմ նախ միայն անուն եմ լսում, էլի Հայազգային կոնգրեսի գետրոնական քրասենյակ, ուզում եմ իմանալ ովքեր են գետրոնական քրասենյակի ներկայացուցիչներ, կարող է այդտեղ ես մարդիկ կամ որոնց ճանաչում եմ, դրանց հետ ճանապարհ եմ անցել, ես 21 տարի Հայաստանում եմ ապրում ու գտիմ եմ իմանամ, ես ուզում եմ իմանալ ծրագիրը Հայազգային կոնգրեսի եւ եթե Հայազգային կոնգրեսի, հա, ծրագրում արգա այդ ամբողջ գաղափարախոսությունը, հա, հայացքներ, աշխարհայացքը, իմ աշխարհայացքների հարիր է, ես ինչու գանթամակցեմ այդտեղ, հա։ Եվ ինչ են պատասխանել ձեզ։ Ուրեմն ինձ իրենք քրավոր չեմ պատասխանել իմ քրավոր նամակներին, ես ահագին նամակներ եմ ուղարկել, բայց բանավոր ինձ հայտնվել է, որ Հայազգային կոնգրեսը ոչ թե քաղաքական իբրև գարույց այդպեսին ինչպեսին պատկերացնում ես ծրագրային թրույթներով եւ այլն քոյությունն է, այլ ասենք ժամանակավոր համաժողովրդական շարժումից նստած ամենացախից ամենաաճ հայացքներ գիսող, հա, տարբեր գազագերբությունների եւ քաղաքական կուսակցությունների համախմբման մի միավոր է, հա, որը իր առաջ է դրել Հայաստանում վերականգնել սահմանադրական գարկերը իշխանապողության միջոցով, հա, այսքան բան, այսինքն նպատակը իշխանապողությունն է հասնել իշխանապողության, դրանից հետո երևի թե Հայազգային կոնգրեսը ինձ այդպես է թվում, իրենց բացատրությունից որ պետք է դարանչատվի, որովհետև չի կարող, ասենք, սոցիալիստական գաղափարախոսություն ունեցող հնչակյան կուսակցությունը կամ Հայաստանի ժողովրդական կուսակցությունը, ասենք, աշ-լիբերալ հայոց համազգային շարժման հետ կարողանա ճանապարհ գնալ, չէ, երկու դար, պլատֆորմ, ճիշտ այդպես էլ բան։ Ախր ես երբեք գուսակցական չեմ եղել ինքս իմ էությամբ, անգուսակցական հայորդի եմ Սպիրկից, մենք Սպիրկում արդեն այդ գուսակցությունների գրիվի պատճառով այդքան ենք դուժել, հա, որ ասում են Թաշնակ հնչակ Ռամգավառ, հա, ամբողջ Սպիրկում ինչ է հիմա բադանտ է այդ դասական գուսակցությունների ցերկում, հա, ես իբրև մտավորական անհատ հայորդի, ինքս եմ որոշել իմ երկրում ապրել, օջախ ստեղծել, հա, Հայաստանի աբակայի հետ կապել իմ ճակատագիրը, իմ երեխաների ճակատագիրը եւ ապրում եմ Հայաստանում, այդ որոշումը ինքս եմ կայացրել առանց քաղաքական տրտաբաճարի։ Հայաստանում որևէ իշխանության քույնը, հայացները չի կարող այդ իմ ղարքավիճակը փոխել, դա էլ ասել եմ ես միշտ, այսինքն գարմիր կլինի, կանաչ կլինի, իշխանությունը այսօր էս կլինի, վաղը միշտ Հասպայան Սարգիսը լինելու է այստեղ հավերժ եւ արմադա գալելու է իմ երեխաներս Ես եմ Հայաստանը, ես այդպես եմ գտնում, իմ երեխաներն է Հայաստանը, ես այդ Հայաստանը գերդել եմ, այս Հայաստանի համար ինչ պետք է անել, ես արել եմ 100 անգամ ավելին, քան այդ ցերդեսած բոլոր մարդիկ, որ այսօր իշխանությունում են կամ ընդդիմության շարքերում հարթագուն կամ ոչ, եւ պատրաստ եմ յուրաքանչյուր եթե sense աչքերի մեջ նայելով խոսա, եթե ինքը չփախցնի իր աչքերը ինձանից։ Իսկ հիմա Հայազգային կոնգրեսի, ուրեմն գադարած բոլոր գործողություններում ելույթ ունենալու կամ չունենալու հարցին, հա? Ինձ ներկայացող Հայազգային կոնգրեսի ներկայացուցիչները շատ լավ գիտեն իմ փոցաշունչ ելույթները, իմ դրամապանական առաջարկները, հա, եւ բաները։ Ինչու իմ համար եւս անհասկանալի է նույն թեմքերը, հա, գարձես թե ասեն ժամացույցը լարած, հա, եւ նույն տեքստերը գրտնողությամբ անընդհատ բոլոր միտինգներում, բոլոր հանրահավաքներում ասում են 1, 2, 3, 4, եթե պետք է, ես ցես կարող եմ վաղը չէ մյուս օրվա միտինգում ով ինչ ելույթ կունենա, ինչ կասի, ինչ չասի, դա բոլորը գիտեն, չէ՞։ Ուրեմն նոր տիպի կորձիչների, նոր տիպի Հայաստանի եւ նոր տիպի իշխանապողության նոր որակներ են հարգավոր, որը 2008 թվականի, հա, ուրեմն այդ ազատության հրապարակի երանելի 9 օրյա ընթացքում դեղի ունեցավ, որի մասնակից լինելու համար ես շատ հբարդ եմ եւ դրա համար դուժել եմ իմ կյանքից այսքան դարի ինձանից գողացել են մարդիկ ու ջնշել են եւ փորձել են վիրավորել եւ նսևացել, դա իրենց չի հաջողվել։ Ես իմ մոտ որևէ փոփոխություն ինքս չեմ գրել, բայց գտնում եմ որ 2008 թվականի համաժողովրդական շարժման որակն ու դրամապանությունը այսօր եղածի հետ այդքան է դարբեր ու հենց պետք է այս հարցերը քննարկվի ժողովրդի մոտ։
հասարակության մոտ, որ մարդիկ հասկանան ով է եւ ով ինչ է ուզում ի վերջո։ Հասկացաք, այսքան բարձ ու հստակ բանը, որբեսի ժողովրդին հասնի, դուք պիտի ունենաք նաեւ միջոցներ դրան, չէ՞։ Այդտեղ մարդիկ շատ ստատիկ ասում են, այսինչ ժամին էսի պիտի խոսի, դրանից հետո սա պիտի խոսի, սա պիտի խոսի։ Հարց, ինչու Հացպանյան Սարգիսը չի պիտի խոսի։ Հա։ Ինչու մի ուրիշ մարդ չի պիտի խոսի, կամ այսինչ մարդ ինչու պիտի խոսի, ես ուզում եմ հասկանալ, էլի։ Այդտեղ մարդիկ կան, ինչու են այդտեղ եւ ինչու են խոսում, ես ինքս մինչեւ հիմա չեմ հասկացել։ Ես չեմ հասկացել։ Ուզում եմ հասկանալ ժողովուրդը որտեղից պիտի հասկանա, չէ՞։ Շնորհակալություն, պարոն։ Հարթակը շատ ներողություն եմ խնդրում, հա, իմ համար հարթակը։ Ժողովրդի մեջ լինելն է, ժողովրդի ծոցում լինելն է, ժողովրդի հետ լինելն է։ Ոչ թե ժողովրդից 1-2 մետր բարձրությամբ ամբիոն ունենալ եւ դրանով միկրոֆոնով խոսում են։ Ես ձեզ հավաստիացնում եմ։ Փան տարգվելուց առաջ 9 օրյա ընթացքում Ազատության հրապարակում ես եղել եմ վրանի մեջ, ապրել եմ ժողովրդի հետ, հա։ Ես ժողովրդի նույն մագարտակով, ինչ ավել, ինչ պակաս, նույն բանը գիսել եմ իրենց հետ։ Ես ցույց եմ տվել, որ Սպիրկա եւ Ֆրանսիա եւ այլն ոչ մի տարբերություն։ Հայաստանը բոլորիս երկիրն է եւ յուրաքանչյուր մարդ այստեղ իր մետր քառակուսին բինոնա։ Իմ մետր քառակուսին, որը իմ վրանի մեջ եմ ես գծել, հացաթուլ եմ արել։ Եվ ես այդտեղ ամբիոնում ինչ կազմակերպիչ եմ եղել, ինչ որևէ կազմակերպության ներկայացուցիչ եմ եղել եմ Հացպանյան Սարգիս, հիմա եմ Հացպանյան Սարգիս, ժողովրդի մեջից այդ 100,000-ների մեջից գնացել հասել եմ հարթակ, ելույթ եմ ունեցել նորից յետեմ իջել ժողովրդի մոտ, ժողովրդի հետ եմ քիշերը քնել, ժողովրդի հետ եմ մրսել, յուրաքանչյուր օր այսպես եղել, ժողովուրդը դա տեսել է։ Այսինքն ես, ինչպես ասում, ինքս ինձ վերջ չեմ կերատասել որևէ մարդուց, հասկացար։ Ես այդ նույն ժողովրդի զավակն եմ եւ հիմա եւս փողոցում որ քայլում եմ, ինչ բանից դուրս եմ եկել, արդեն 3-3 ամիս է, իմ հանդեպ ժողովրդի սերը գնալով ավելացել է, հա, ես այդ բագասը երբեք չեմ հասկացել եւ երբ որ Ազատության հրապարակում եմ լինում, այս վերջին քանի օրերը, հա, օրը 3-4-5 անգամ անպայման, ում ես չեմ կարող չմասնակցել Ազատության հրապարակում այժմ դեղի ունեցող իրադարձությունը մեր աբակայի մասին է։ Ես իմ երեխաների համար պիտի գնամ այդտեղ։ Ես այդպես եմ դարձում։ Դրա համար էլ գնում եմ։ Իմ դեղս Ազատության հրապարակում է, ես Ազատության հրապարակում եմ, բայց ժողովրդի հետ միասին։ Հարթակում այդ միկրոֆոնից խոսել, չխոսել հետ կապ չունի։ Ես այդտեղ, հա, հազարներով մարդկանց հետ գիսվում եմ, խոսում եմ եւ այլն, եւ շատ ներողություն եմ խնդրում։ Շատ կարճ գովազդային մեջ բան։ Այս նույն մտահոգությունը, որ հիմա դուք արդայեցիք, ես մի քիչ բացեցի փակագծերը, նույնն է ժողովուրդն է գիսում։ Ժողովուրդը ամեն օր այս հարցով թիմում է ինձ, ինչ է լինելու, ինչ է սպասվում։ Խնդրեմ, այդ մասին եւս կասենք, կխոսանք։ Շնորհակալություն, այժմ զրույցը ընդհատենք գովազդով, գովազդից հետո վերադառնանք։ Գովազդ հարգելի հեռուստադիտողներ։ Հատուկ բաղադրատոմսով պատրաստված բարձրակարգոճար Նոյեմի դասական։ Նորանուն հայրենական արտադրության մեջ։ Բրիտանական հոսքագիծ, տեսակավոր բարձրակարգ հումք եւ կատարյալ որակ։ Նոյեմի, հայկական եռանդի ու եվրոպական որակի լավագույն համադրություն, մաքրության եւ թարմության նոր բանաձև։ Նոյեմի։ Արտադրված է Գյումրիում։ Հարցրեք վաճառակետերում։ Հոլանդական ու տեղական թարմ վարդեր, հերբերաներ, աստղաներ, մի խոսքով փոքրիկ ծաղկաստան, որտեղից դատարկած եռնչեք հեռանա։ Ընտրեք ձեր սիրելիի համար ամենագեղեցիկ ու նրբագեղ ծաղկեփունջն այստեղից։ Կոլաժների ձևավորման պատվերներ, տարոսիկների ու մոմերի ընտրության լայն հնարավորություն։ Ընտրված նվերներ կփաթեթավորեն։ Օգտվեք ուսուցչի օրվա առիթով նախատեսված 10% զեղչային համակարգից։ Իզան, փոքրիկ ծաղկաստան։ Նորագույն տեխնոլոգիայով մշակված հատուկ կոսմետիկ միջոց, տեսակավոր օճառ Նոյեմի դասական։ Մշակված է բարձր կարգի նորաոճ բաղադրիչներով, հագեցած փափկեցնող եւ խնամող հատուկ միջոցներով։ Աշխարհին հայտնի բրենդներին համազոր անթերի որակ։ Նոյեմի դասական, արդեն վաճառքում։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք զրույցը Սարգիս Հասպանյանի հետ։ Պարոն Հասպանյան,
Դուք նոր խոսում եք նոր որակների մասին, նոր տիպի համակարգի մասին, եւ ինչ եք կարծում, հնարավոր է այս մարդկային ռեսուրսներով, այս քաղաքական ռեսուրսներով բերել այդ նոր որակները ավելի բարձր քաղաքական հարթակ, որը ասենք որակ կստեղծի։ Եվ երկրորդ իշխանափոխությունը, որ շատ են խոսում իշխանափոխության մասին, արդյոք դա խնդրի լուծում է, թե մեզ բոլորովին այլ բան է պետք։ Ուրեմն ենթադրաբար խոսքը վերաբերում է հայաստանային կոնգրեսի այս իրավիճակի մասին, չէ՞, հա։ Ուրեմն նայեք, ես 2008 թվականի համաժողովրդական շարժման որակն ու դրամապանության այսօրվանից տարբերությունը, որ քիչ առաջ ես նշել, ուզում եմ մի քիչ զարգացնել, էլի հարցը։ Հայաստանային կոնգրեսից դուրս կան մարդիկ, որոնք այդտեղ անշուշտ, այդտեղ բոլորը կային, ամեն մարդ կար, հա, այդտեղ չի գար, բոլորը այդտեղ էին, ով գար չի գար, ժողովուրդը այդտեղ էր, համաժողովրդական, այս դրա համար էր համաժողովրդական, որ Սարգիս Հացպանյանը այդտեղ ինչ որ բան էր ասում, ոչ մեկը չէր ասում, չթողնեք իրեն ինչ որ բան ասի, թող ասի, բա ժողովուրդը ինչ է նշանակում, ժողովուրդը նշանակում ես, դու, նա, մենք, բոլորս չէ, հա, բոլորս նույն դարդուցավով ենք տարավում, ինչու մեր երկիրը այսօրվա վիճակին է, իսկ ով ասեց, որ քո ասածն է ճիշտ եւ անպայման դու պիտի անես այդ բանը, այդպես բան կա, պայմանագիր եմ գնկել ես քեզ հետ, չէ, չի կա այդպես բան, եթե շարժումը համաժողովրդական է եւ պիտի շարժվենք, հա, ես այդ շարժումը շատ ավելի ճիշտ տեղ կդանեմ, ես եմ ասում էլ այդպես, հա, իմ հայացքներով եւ իմ ազնվությամբ եւ իմ նվիրվածությամբ եւ իր հետագայում ինձ սկզբունքայնությամբ, քան այսօր իբր թե իրեն քաղաքական կորզիչի դեղ դրած, հա, դասնյակներով մարդ, ես չեմ հասկանում, այդտեղ մարդիկ կան, շատ ներողություն եմ խնդրում, էլ ես ճանաչում եմ, դրա համար եմ ասում։ Ֆրանսիայում քաղաքական կորզունեությամբ սպառվում են միմիայն այդ մարդիկ, ովքեր école normale d'administration ստված ENAN ավարտած են։ Այսինքն մարդիկ իրենց երկրի պատմությունը ուզով գիտեն, հա, ոչ քաղաքական պատմությունը գիտեն, հա, եւ այլն։ Այն մարդիկ կան հայերեն դարերի 1/3-ը չգիտեն քաղաքական կորզիչ, քաղաքական գուսակցություն եւ այդ գուսակցություն գոչվածների մեծ մասը երևի մի հատ զաբորոշի մեջ 4 հոգով դեղավորվում են անունը գուսակցություն կամ հասարակական գազམ་երբություն եւ ընկել են թաշտ։ Դա լուրջ չի, հասկանում եք։ Ինձ այսօր ես Մաշտոցի բողոքայի վրա եմ ապրում։ Եկեք, խնդրում եմ նկարանեք, եթե ուզում եք։ Մաշտոցի բողոքայի աչ մայթով իջնում եմ ներքև մի 1000 մարդ է բարևում, մյուս կողմով վերև եմ բարձրանում երեխային 2000 մարդ է բարևում։ Հասկացա՞ր։ Հա, եւ մարդիկ մոդենում են հարկանքով, սերով, ասում են ախր ինչու այսենց ազնիվ մարդիկ հետևողական կորց չեն անում եւ այլն, չէ՞, հա։ Պլատֆորմը լավ բան է, ժամանակավոր, գամուրջ անցնելու համար։ Իշխանապողությունը չի կարող ինքնանպատակ լինել։ Ինչ է նշանակում, այսինքն, այսի մոտ գայնած բաժակը քեզնով փոխենք, բայց մեջի ճուրը ճուր է, բաժակը նույն բաժակն է, դրանից ինչ է փոխվել։ Լավ, ինչ է պետք։ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության ժամանակ ապրեցինք բոլորով, չէ՞, հա, Ռոբերտ Քոչարյան, հիմա Սերժ Սարգսյանն է, վաղը կլինի Լևոն Տեր-Պետրոսյան կամ Ռոբերտ Քոչարյան, բան, այս ինչ, այսինքն, ասում է Կումարելիների դեղը փոխելուց Կումարը չի փոխում, չէ՞։ Այդ դեպքում ինչ է մեզ որակական փոփոխության համար, հա, այժմ երիտասարդ սերունդի իրենց պատկերացրած Հայաստանը, վաղվա Հայաստանը պետք է գոյություն ունենա։ Ես, որ 2008 թվականի Ազատության հրապարակի ներկայացուցիչն եմ այժմ ձեր դիմաց նստած, հա, իբրև հայ քաղաքացի, անհատ հայ մարդ, ուրեմն ես տեսնում եմ այդ երիտասարդությունը ինչ մեծ հավատք եւ բանով գորովով է սենց, հա, էներգիայով մեջտեղ էր եկել։ Լավ, հիմա չկա իրոք քաղաքացիական հասարակության ցկտմանը, հա, գնացող երիտասարդություն։ Հիմա հենց էլ է հարցը։ Ազատության հրապարակից եմ գալիս, ազատության հրապարակները կան հիմա, չէ՞, պարոն Ասպանյան։ Գիտեք ինչ, այդ երիտասարդները ինձ թվում է, պիտի հնկապատկվային, դասնապատկվային, ոչ թե մնային այդ նույն թվականագով կամ որակով, ինչ որ էին 2011 թվականի արդեն վերջին ամիսներն ենք ձեր այդպես հարցազրույց անում, բա այդ երիտասարդները հիմա, հա, ես գտնում եմ, որ իրենք պիտի ակտիվ քաղաքական կորձունեություն ծավալեին, հա, հենց իրենք այդ երիտասարդությունը, եւ դուք կտեսնեիք ընդդիմության այսօրվա որակը ինչքան զարգացած եւ առաջ կլներ։ Դուք պատկերացնում եք, հա, 60-70 տարեկանի շուրջ, հա, իրենց այդ ընդհանուր դարիքը ներկայացնող Homo Sovieticus-ի ղարքավիճակից նոր էս Հայաստանին անցումային շրջանում քաղաքականության մեջ գտնված մարդիկ, ոչ թե քաղաքական կորզիչ դարձած, քաղաքականության մեջ գտնված։ Այսպես այդպես, մեկը եղել է, մյուսը եղել է, այդ ինչ որ ճաշտոններ են ունեցել կամ չեն ունեցել։ Մեկը լավ աշխատել, մյուսը վատ աշխատել, շարունակում այ մարդ, այսինքն զարամյալի ղարքավիճակով ենք մենք հայտնում։ Ես գտնում եմ,
որ այժմ Հայաստանում ժամանակն է սերնդափոխության, քաղաքական կորձունեություն զավալող մարդիկ հենց ծեր դարիքի պիտի լինեն դերենիկ։ Քո դարիքի ինչքան երիտասարդ կա, կարևոր չի իրան հայացների ինչպես այսօր քաղաքական դաշտում պետք է լինեն, հա, ու չթողնեն, որ այլևս այդ նույն մարդիկ նույն դակացրած, սարեցրած գարքավիճակում նույն լոզունգներով հանդես գա։ Այդ իմաստով ես գտնում եմ, որ ամենաջիշտը, հա, ամենաջիշտը յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացի հասկանա, որ դերը ինքն է այս երկրի եւ ինքը ասելիք ունի եւ ինքը իշնի տաշտ։ Բայց գնում են, չէ, պարոն Հասպանյան, ըստիս հեռանում են։ Մարդիկ հեռանում են։ Ես դա իմ ամենացավալի հարցն է, որ դուք տալիս եք, նայեք, ես չգիտեմ, պետք է գոչում ուղղել։ Ձեր նշած որակի մարդիկ ուղղակի հեռանում են Հայաստանից։ Ուրեմն նայեք, ես լինելով սփյուռքահայ նախկին 21 դարուց ավելի է Հայաստան դեղափոխված մշտական բնակության հաստատած հայ մարդ, գիտեք ինչքան մեծ ցավով եմ դանում, որ իմ հայրենագիցը, իմ երկրի քաղաքացին, ՀՀ քաղաքացին գնում է։ Ես երբ ուզեմ գլեքեմ այս երկիրը կգնամ եւ քրբանս Ֆրանսիայի քաղաքացիության անձնակիր եւ երախաներիս եւ ընտանիքով, հա, մենք չենք գնում, որովհետեւ մենք գտնում ենք, որ Ֆրանսիա չի մեր երկիրը Հայաստանն է, սա է մեր հայրենիքը, այստեղ է իմ երախաների ավական, իմ երախաներս եւս այս դաստիարակությամբ են մեծանում, ես դրա համար ես չգիտեմ, պահանջում եմ, խնդրում եմ յուրաքանչյուր Հայաստանի քաղաքացուն, որ մնա այստեղ եւ փոխի այստեղ ինչ որ վատն է եւ լավացնի։ Այս հողը մեր հողն է, եթե մենք չմշակեցինք, մենք չերգեցինք, մենք չմաքրեցինք, ով պիտի անի մեր դեղը։ Թողնելով գնալով չի։ Հայաստանի բոլոր ուրեմն խնդիրները լուծելու է հայը, այդ հայը, որ իրոք այս երկրին արժևորում է, եւ դրա համար էլ ես գտնում եմ, որ ովքեր քաղաքական համագարկում ասելիք ունեն, հա, պետք է անպայման քաղաքական կոռուպցիայությամբ զբաղվել։ Ես օրինակ շատ եմ ուզում քաղաքական կոռուպցիայությամբ զբաղվել։ Բանից դուրս գալուց հետո, որ ժողովրդի հետ հանդիպեցի, ասի ես հիմա գտնում եմ, որ հայ ազգային կոնգրեսի իմ ընկերները, հա, բարդավոր են ինձ իրենց հավասար շարքին կանգնեցնել, այսինքն ստանալ իմ ՀՀ քաղաքացիությունս Հայաստանում, հա, որովհետեւ ես եւ դուք ունենանք նույն գարքավիճակը, ունենանք նույն հնարավորությունները, ինչ որ ինքը դունեք, այսքան բան։ Դրա համար ես սա իմ համար բահանջ է, ես կստանամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն, եւ որ գլնեմ այդ նույն գարքավիճակում ինչ որ դուք, այդ ժամանակ դուք կտեսնեք ինչպիսի որակական փոփոխություն դեպի կունենա Հայաստանում եւ ինչ նոր ուրեմն ալիք կզարկանա։ Սկան բան, բայց քանի որ ես հիմա ոչ մի փաստաթուղթ չունեմ օդից կախված գարքավիճակում, հա, նույնիսկ 3 անգամ ոստիկանությունը փորձել է վախեցնել ինձ, որ դու ոչ մի փաստաթուղթ չունես, այստեղ քեզի ցերկերը գոլորենք, այստեղից գտանենք օտանավ կնստացնենք, այս մի քանի օրվա մասին է խոսքը, հա, իբր ինձ սպառնում եմ, որ ես եթե ազատության հրապարակում ելույթներ ունենամ, վրանս գցեմ, ինչպես 2008 հիմա մասին էս մի քանի օրվա, արդեն մի 3 հատ ոստիգան, որոնցից 2 հատը մայոր, մեկը փոխկնտաբեկ, մեկը կնտաբեդ մոդեցել է ինձ, պարոն Ասպանյան ասում է, դու մինչև հիմա շարունակում ես, քո այդ բանով, ռիսկով դղա ես այսին քեզ համար էսենց, այդ տիպի բարավաշարով ասեց, չհասկացա, դու ինձ պիտի անես, ես ինչ ասեմ, ես ինչ անեմ։ Սա է իմ երկիրը, այ մարդ, չես հասկանում, որ ես այստեղ նույն հավասար իրավունքներով քո նման ուզում եմ ապրել, ես երկիրը լքողներից չեմ։ Ուրեմն ես գտնում եմ, որ արդեն ավարտում ենք, պարոն Ասպանյան։ Ուրեմն նայեք, այսօր ազատության հրապարակում, իրոք եմ ասում, մեր երկրի ճակատագրի հետ կապված շատ կարևոր, շատ հանգուցալուծման մի օղակ է ազատության հրապարակը։ Դա ամբիոն է, որտեղ պետք է ժողովուրդը մեծ մասով ամուրի երիտասարդներ, որոնք դեռ չեն ամուսնացել եւ ուզում են ամուսնանալու օջախ ստեղծել հայ ընտանիք, պետք է, ես գտնում եմ սա եւ նաեւ գոչ եմ ուղում, էլի, հա, լինեն ազատության հրապարակում, որովհետեւ դա իրենց վաղվա որոշումի գայացման համար ամենակարևոր հարթակն է, հասկանում եք, հանգրվանն է, սա հանգրվան է։ Բայց ես գտնում եմ, որ մոտ ժամանակները, չգիտեմ, օրեր, ամիսներ, շաբաթներ, հա, բերելու է այդ սերնդափոխության եւ այլևս ոչ մի Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որևէ անհատականության, քաղաքական կորզիչի, ինչ տիպի որակներ ալ դա ներկայացնի, հա, բադանդի կարգավիճակում չի լինելու, հա, եւ ոչ ոք ալ այդ մարդկանց չի թույլ տալու այդ բանը, որ իրենք կարողանան շարունակեն այսինչ բանը։ Հուսանք, որ նման երկի շատ շուտով կունենանք, շնորհակալություն պարոն Հասպանյան, հյուրընկալվելու համար, մեր ժամանակը արդեն սպառվեց։ Հարգելի հեռուստադիտողներ, ինձ մնում է միայն հիշեցնել, որ այսօր մենք հյուրընկալել էինք Ֆրանսիայի ազատամարտիկ նախին քաղաքապետարան Սարգիս Հասպանյանին, ստեսություն եւ ամենայն բարիք։